Պարոն Մուշիկյան, սա ձեր ընտրատարածքն է, դուք մեծամասնականով այստեղից ընտրվեցիք։ Ինչ խնդիրներ են ձեր միջոցով բարձրացնում բնակիչները, որ դուք էլ արդեն ազգային ժողովում եք նման հարցեր բարձրացնում։ Ուրեմն ինչ խնդիրներ, որ կարող են լինել, այդ բոլոր խնդիրներն էլ բարձրացնում։ Դրանք շքամուտքերի վերանորոգումներ, դրանք տանիքներն են, դրանք ռոկման հարցներ, դրանք բազմաթիվ են, խնդիրները բազմաթիվ են։ Ինչքան որ հնարավոր է, որ մարդու պատկերացումը թույլ տա իրան պատկերացնել ինչ հարցեր կարող են լինել, բոլոր հարցերը բնակիչները բարձրացնում են։ Ու դպրոցների վերանորոգումները, ջերուցման հարցը հիմնականում դպրոցների մանկապարտեզների մշակութային կառույցների դրանք բոլորը լուծվեց կարգասու։ Դպրոցների վիճակն է բավական անելիքներ կան այդ հարցում։ Համատեղ ուժերով մեկ դպրոց վերանորոգեցին։ Հիմա նոր Մարաշում մանկապարտեզներ են վերանորոգվում։ Դրանք ամենօրյա աշխատանքներ են, որը անմիջապես հիմա ծավալ այնքան մեծ է ուղղակի, որ դրա համար ժամանակը պետք է այդ ամեն ինչը տեսանելի, չնայած հիմա էլ է տեսանելի Արդեն 1 տարի է ինչ արդեն կլրանա 1 տարին շուտով, ինչ ազգային ժողովում է պարոն Մուշիկյան, ձեր աշխատանքը ինչպես է գնահատեք օրենսդիր մարմնում։ Ինչ առումով ինչպես նոր է, ձեր համար դա լրիվ նոր գործել աշխատանք է, կարելի է ասել, չէ՞։ Դե բավական հետաքրքիր աշխատանք է, բավական անելիքներ կան, բավական աշխատանք տարվում է, օրենսդրական դաշտի հետ կապված, բավական բացեր կան, բավական խնդիրներ կան, բավական նոր կառավարության կողմից ներկայացված հարցերի հետ կապված, բավական հարցեր կան, որոնք շփվում են ավելի լավ տեսք են բերվում, բազմաթիվ հարցեր կան, որոնք քննարկվում են, բավական դրական են գնահատում, բավական անելիքներ են տեղ կան։ Պարոն Մուշիկյան, կառավարությունում արդեն Սերժ Սարգսյանը, նախագահ Սարգսյանն ասաց, որ էական փոփոխություններ չեն լինելու եւ վարչապետին, արտգործնախարարին, պաշտպանության նախարարին նշանակեցին։ Օրինակ, շատը քննադատում են վարչապետի գործունեությունը եւ ասում են արտագաղթ կա, աղքատություն կա։ Ինչպես եք վերաբերվում սրան։ Արդյոք Տիգրան Սարգսյանը կկարողանա հաղթահարել այն խնդիրները, որոնք նախագահը դրել է իր առջև։ Դե գիտեք, եթե նախագահը ստանում է Տիգրան Սարգսյանին, ես կարծում եմ, որ նա ուղղակի պարտավոր է հարցերին լուծումներ տա, ես թվում է մենք երկար չենք սպասի, մոտ ժամանակներս բավական բարեփոխումներ նախատեսված են եւ մոտ ժամանակներս մենք դրա ականատեսը կլինենք։ Թե հետագայում ոնց կլինի, դա արդեն ժամանակը ցույց կտա, ամեն դեպս եթե նախագահը վստահում է վարչապետին, ուրեմն մենք էլ վստահում ենք։ Իսկ քննադատությունների մասով ինչ կասեք, պարոն Մուշիկյան։ Քննադատությունները բնական երևույթ են, ու լավ է, որ քննադատություններ կան, որովհետև քննադատությունները միշտ պաշտոնյային զգոն են միշտ պահում, այլ հարց է, որ այդ քննադատությունների մեջ կան եւ առողջ քննադատություն եւ առողջ քննադատությունները ուղղակի Իսկ ինչ է կարծում պարոն Մուշիկյան, մյուս նախարարություններում էական փոփոխություններ կլինեն։ Չեմ կարող ասել ես դա հանրապետության նախագահան վարչապետը որոշեն եւ կարծում եմ ամեն դեպքում որ ճիշտ որոշումներ կկայացվեն։